Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ մեր հյուրն է այսօր Իսրայելից պարոն Արտем Չեռնոմորյանը։ Բարոյ ձեզ պարոն Չեռնոմորյան։ Մենք այսօր պարոն Բայց ես պարոն Այվազյան, շնորհակալ։ շնորհակալ ենք, Այո, որ միացաք մեզ։ Մենք այսօր պարոն Չեռնոմորյանի հետ պայմանավորվել ենք խոսել Նետանյահուի այցի վերաբերյալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում Նետանյահուն, Իսրայելի վարչապետը փորձում է համոզել Դոնալդ Թրամփին, որ նոր պատերազմ է պետք սկսել ընդդեմ Իրանի։ Իրանում հետաքրքիր ցույցեր են տեղի ունենում։ Դրանից բացի Իսրայելը ճանաչել է Սոմալիլենդը, Հութիների իրավիճակը կամաց-կամաց բարդանում է։ Միացյալ Արաբական Էմիրություններն են հարված հասցրել հութիներին։ Մի խոսքով հետաքրքիր քննարկելու թեմաներ ունենք այսօր մենք այս հաղորդման շրջանակներում։ Պարոն Չեռնոմորյան, սպասում ենք ձեզ, ինչ տեղեկություններ ունեք Նետանյահուի այցից այո, Ամերիկայի շնորհակալություն։ Միացյալ Նահանգներ։ Այո, նախ սկսենք երկու օր առաջ, արդեն երկու օրից ավել է անցել, որ Իսրայելը պաշտոնապես երկրորդ պետությունը Թայվանից հետո ընդունել է, ճանաչել է Սոմալիլենդը, այսինքն Իսրայելը պաշտոնապես Թայվանը ճանաչված պետություն չէ, եւ ասենք չճանաչված պետության ճանաչումը այդքան էլ լուրջ դիվանագիտական քայլ չէ, բայց երբ որ ճանաչված պետությունը այնպիսի պետություն ինչպիսին է Իսրայելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակից ճանաչում է ուրեմն Սոմալիլենդը, սա բավականին լուրջ իրադարձություն է միջազգային ասպարեզում եւ ինչ է կարծում, ով է առաջինը բողոքում դրա դեմ, իհարկե Թուրքիան։ Երբ որ նայում ես, ասենք, Թուրքիան, նաև Ադրբեջանի, որքանով որ տեղեկացանք, Ադրբեջանի արտգործնախարարությունն էր, ուրեմն քննադատում շատ խիստ Իսրայելին, ասելով, որ Իսրայելը, այսինքն Ադրբեջանը ճանաչում է Սոմալիի տարածքային ամբողջականություն, սակայն պետք է փաստենք, որ 1988 թվականից սկսված միջտոհմային պատերազմը Սոմալիում այն դատել է մի քանի մասերի, ոմանք ասում են 6, ոմանք ասում են նույնիսկ 8, այնտեղ եւ Իսլամական Հանրապետությունը փոքր տարածքների է տիրապետում եւ Սոմալիի պետական կենտրոնական իշխանությունը Մոգադիշոյի մի քանի արվարձան ընդամենը կարողանում պաշտպանել, ստեղծվել է մեկ այլ կառույց թուրքականն է, զորքերն են այնտեղ գտնվում, նաև մասնակի թուրքերը տանկ էին նկարել, փոքրիկ տանկ թուրքական դրոշով գցել էին ինտերնետ, որ մենք այստեղ ենք Սոմալիում ենք, Իսրայելն էլ մեծ մերկավատանկ էր նկարել, մի հատ էլ մեծ հսկայական դրոշ կպցրել էին մերկավատանկի վրա, ասել են մենք է Սոմալիլենդում ենք։ Մի խոսքով, այստեղ բավականին լուրջ ուրեմն իրադարձություններ են տեղի ունենում, երբ որ նայում եք քարտեզը, Կարմիր ծովից Էլատից ոչ հեռու է գտնվում Սոմալիլենդը եւ իր նավահանգիստը ունեն մեծ մի հատ նավահանգիստ, ուղղակի անունը հիմա չեմ կարող մտաբել, այնքան անուններն այսօր շատ են, որ ասենք նամանավանդ Սոմալի այդ լենդերը տարբեր երկրներ իրար հետ պատերազմ մեջ գտնվող պետք է փաստել, որ ամենակայուն պետություն ունեցող, պետական մարմիններ ունեցող, տարբեր պետական համակարգեր ստեղծած պետությունը, սա Սոմալիլենդն է։ Մնացածը, ասենք, ամեն մեկը Սոմալին բաղդատած մի տարածքներ վերահսկող, այսպես խմբավորումներ են, տարբեր իշխանությունների, տարբեր պետությունների հովանավորության տակ։ Հիմնականը այդ Սոմալի պետություն կոչվածն է, որը չունի Սոմալի նկատմամբ որևէ իշխանություն, իսկ 1991 թվականին, տեսեք զուգահեռներ Հայաստանի Հանրապետության անկախության հետ, 1991 թվականին Սոմալիլենդը անկախություն, այսպես ինքնին անկախ հռչակեց, եւ փաստորեն տարիներ անց 2025-ին Իսրայելը նրան տարեվերջին ճանաչեց որպես պետություն։ Պարզվում է, որ գաղտնի հանդիպումներ են տեղի ունեցել Մոսադի Դավիթ Բարնեայի, այսինքն Մոսադի ղեկավարի եւ Սոմալիլենդի նախագահի միջև, Սոմալիլենդի նախագահին գաղտնի բերել են Իսրայել, հանդիպում է տեղի ունեցել իշխանությունների հետ, արտգործնախարարության հետ, ասում են, որ իբր Նետանյահուի հետ է նաեւ հանդիպել։ Սա այս փաստը ես չեմ կարող ուրեմն հաստատել, ոմանք ասում են ոչ, բայց ԱԳՆ նախարարի հետ Գիդեոն Սարի հետ հանդիպում
ուրեմն ունեցել է Սոմալիլենդի, ուրեմն ընդհանուր, որ շատ չերկարացնեմ, շատ չպատմեմ այս պատմությունը, ընդհանուր, որ այսպես կոնկրետ ասենք, Իսրայելը մտնում է Ադենի ծովածոց, Իսրայելը մոտենում է Հութի եղբայրներին, անմիջապես մի քանի 100 կիլոմետր հեռավորության վրա սկսում են ուրեմն Կարմիր ծովի, Ադենի ծովածոցի եւ Բաբ-էլ-Մանդեբ այդ տարածքի վերահսկողությունը Իսրայելը կամացում է վերցնել, որը բավականին մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայի կողմից, Եգիպտոսն է աղմուկ հանել, Սաուդներն են քննադատել, դե իհարկե Ադրբեջանն այս անգամ ի հակադրություն ուրեմն Իսրայելի հանդես եկել Թուրքիայի միասին եւ փաստորեն Իսրայելը դառնում է արաբական այն պետություններին, կղզիներին, մի շարք կղզի պետություններ, նաև իրենց բողոքը արտահայտել Իսրայելի այս որոշման հետ կապված, բայց ինչքան ուզում են բողոքեն, այս պայծրությամբ Իսրայելը ռազմական բազա է կառուցում ուրեմն Սոմալիլենդում, խորացնելու են հարաբերությունները, նավով արդեն շատ ավելի հեշտ է լինելու նավեր տեղակայել այստեղ նավատորմ, բերել հենց Հութիների քթի տակ, այսինքն այն տարածքը, որտեղով որ անցնում է նավթային դասկողությունը կամ են դառնում Հութի, Եմենի Հութիների հարձակումները արևմտյան պետությունների դրոշ կրող ուրեմն նավթատարների տրանզիտ ուղիների վրա, այսինքն պատկերացրեք Իսրայելը ինչպիսի մեծ դեր է խաղալու այս տարածաշրջանում եւ դրանով է պայմանավորված, որ շրջակա բոլոր պետությունները արաբական իրենց դժգոհությունն են հայտնել որ նշեցիք, այո, Էմիրատներն են, Էմիրատներին, որպեսզի դուրս բերեն իրենց զորքերը այս տարածքից, ուրեմն խոսքը Եմենի մասին է, հութիների մասին է, ուրեմն հետաքրքիրն այն է, որ քանի որ Եմենը իր հերթին եւս 4 մասից է բաղկացած, մի փոքրիկ ծովափնյա մարզ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից է ֆինանսավորվում եւ այդտեղ բեռներ են տեղափոխվում, զինամթերք է տեղափոխվում, սրանք որոշակի ռազմական գործողություն են փորձել իրականացնել օգտվելով այդ խառը իրավիճակից, Սաուդներն էլ իրենց երթին են խոշոր հարձակումներ, Սաուդյան ու իր կոալիցիան հարձակումներ են գործել հութիների վրա, այսինքն տեսնելով, որ Իսրայելը կամաց ծովի հակառակ կողմից Սոմալիլենդի կողմից սկսում է ներթափանցումը որպեսզի ասենք իր վերահսկողության տակ վերցնի այդ նավթային ուղիները, իսկ Սաուդներին սա ձեռնտու չէ, Սաուդներն իրենց հերթին փորձել են Եմենի տարածքից ուրեմն հարվածներ հասնել Եմենից, որպեսզի այդ նեղուցի այս կողմից վերցնեն իշխանություն իրենց ձեռքը, կարողանան Պուտինային խեղճացնել եւ իրենք, այսինքն պայքարը այս պայն տեղի ունենում, ընթանում Սաուդների եւ Իսրայելի միջև, թե ով ավելի արագ կվերահսկի իրադրությունը եւ այդ տարածաշրջանը այդ նավթային հիմնական ուղիները, բայց պետք է ասեմ, որ անկախ նրանից Սաուդները արդեն տարիներ շարունակ փորձում են հութիների հախից գալ, ճիշտ է ունեն ավիացիա, ունեն լավ ռազմական տեխնիկա, բայց կրկոտ զինվոր չունեն, Սաուդները իրենց զորքերը պատերազմներում թերծված չեն ու պարտություն են Սաուդյան Արաբիան եւ իր կրում։ դաշնակիցները այդպես է հայտարարվում։ Իր Այո, դաշնակիցները Սաուդյան Արաբիան եւ իր դաշնակիցները Սաուդները չունեն այն ռազմական հետևակը, այն մարտական ստորաբաժանումները, որոնք կարող են լուրջ պատերազմել հութիների դեմ։ Սա Սոմալիլենդի պահով, այսինքն ինչ է ստացվում, որ Սոմալիլենդի նաև Իսրայելը որոշակի բանակցություններ իրականացել, որպեսզի Գազայի գոտու այն բնակիչներն, ովքեր որ ուզում են, ասենք, տեղափոխվել եւ ապրել, եթե լինելու է շինարարական աշխատանքներ, լինելու է երկրորդ փուլը, հիմա այդ մասին մենք խոսենք Տրամփի հանդիպման հետ կապված Նեթանյահուի հետ, ուրեմն այդ առումով բավականին հետաքրքիր իրադրություն է, որ հնարավոր է նաև Սոմալիլենդը լինելով Սյունի մահմեդական երկիր, նաև ընդունի Գազայի գոտուց փախստականների։ Այսինքն Իսրայելը գտավ երկիր, որտեղ կարելի է պաղեստինցիներին բերել տեղավորել, բազաներ նաև այնտեղ ստեղծել, նախ պաղեստինցիները իր շատ հիմքը հետաքրքիր տնել քաղաքականություն է։
Այո, այսինքն հիմք տնելով բազաներ հիմնելով եւ ծովային բազա եւ ավիա բազա, հիմա այնտեղ այս պահին այդ նավահանգստից ոչ հեռու փոքրիկ բունկերներ են կառուցվում եւ օդանավերի եւ ԱԹՍ-ների համար։ Ու պատկերացրեք, Իսրայելն ունի այնպիսի ԱԹՍ-ներ, որ 36 ժամ ամենակիչը կարող է օդում հետախուզություն իրականացնեն, նաեւ ռազմական մարտ իրականացնեն։ Պատկերացրեք, Հութի եղբայրն այսպես բռի վրա կլինի Իսրայելի, այսինքն էլ պետք չի մի քանի Երևի ժամ, մի իրենց քանի իշխանությունը տապալելու նպատակ է դրել Իսրայելը, այս որքան հասկանում եմ։ դե Իսրայելը կամա թե ակամա այս պահով հանդիսանում է Սաուդների բարեկամը, որ փորձում է, ասենք, հարվածներ հասնելու հութիներին, ասենք, կործանել նաև։ Բայց մյուս կողմից Իսրայելի այս տարածաշրջանում հզորացումը Կարմիր ծովում լուրջ մարտահրավերներ են նետում Կարմիր ծովի այդ պետություններին։ Հասկանում եք, ու այստեղ եւ մի կողմից դրական է, որ հութիներին հարվածելու համար են բազա տնում, մյուս կողմից էլ բացասական են ընդունվում արաբների կողմից, որ Իսրայելը գնալով մտնում է Կարմիր ծով, ուժեղացնում է իր ներկայությունը, իր գիտեք, Իսրայելը մի քանի, կարծեմ 6-ից 8 են ասում, ունի, ասենք, ատոմային սուզանավ գերմանական արտադրության։ Եվ պատկերացրեք, որ Կարմիր ծովում հայտնվեն այդ սուզանավերը ու վերահսկեն այդ նավթային ուղիները եւ Իսրայելը բավականին ասենք կշիռ եւ դիվանագիտական եւ ռազմական առումով կշիռ կունենա այս տարածաշրջանում, որը հիմա այդքան էլ չունի Կարմիր ծովի հետ կապված եւ գիտեք Կարմիր ծովում Էլատի նավահանգիստը բավական երկար 2 տարուց ավելի չի աշխատում, ամբողջ Էլատը նավահանգիստ է, վերջերս եմ եղել Էլատում, նավահանգիստը դատարկ է մի ժամանակ բոլոր մեքենաները ծովով էին բերում, Ճապոնիայի ծովով բերում էին մինչև Էլատ նավահանգիստ, բեռնաթափում էին, դրա համար մեքենաների գնելը Իսրայելում շատ քիչ թանկացան կապված է հութիների հարվածներից։ Հիմա վերադառնանք պարոն Այվազյան, մեր, ինչպես ասում են, մեր ոչխարներին։ Այսինքն տարածաշրջանը լքենք, հիմա գնանք տեղափոխվենք Ամերիկա, վստահ եմ, որ Մի դրան եք պահ, ուզում։ Հարուն Չերնոմորյան, Այո, ես տեսա, որ Ադրբեջանի արտգործ նախարարությունը արձագանքել է Սոմալիլենդի ճանաչմանը, այո։ բայց շատ կոպիտ է արձագանքել։ Այդ հարցը քննարկվում է հիմա Իսրայելում, թե չէ։ Անկեղծ ասած, դեռ Իսրայելի մամուլ ամբողջությամբ չեմ թերթել, բայց վստահ եմ, որ չեն էլ քննարկի, հաստատ չեն քննարկի, ուղղակի կնշեն այն պետությունների անուններն, ովքեր դեմ են արտահայտվել Իսրայելի այդ որոշմանը։ Այսքան բան, որովհետև մի մոռացեք, որ 40%-ը նավթի Ադրբեջանից է գալիս, Բաքու, Թբիլիսի, Ջեյհան նավթաուղով, եւ ինչքան էլ մեկը մյուսի վրա մաղթ թափեն կամ ատամ ցույց տան, ամենայն դեպս Թուրքիայով է գալիս նավթը Իսրայել 40% Իսրայելի նավթի։ Ու ես անդադ մտածում եմ այդ մասին, հիմա Հայաստանը որ խոսում է որ Բաքվից նավթ են օգտագործում, փաստորեն մենք Իսրայելում արդեն բավական երկար տարիներ տասնամյակներ օգտագործում ենք Բաքվի նավթը, այդ մասին ընդհանրապես դրա մասին չմտածելով էլ ցավոք սրտի, եթե 40%-ը նավթի գալիս է Հայֆա եւ վերամշակվում է բենզին է դառնում, ասել կուզի մենք արդեն վաղուց այդ ադրբեջանական նավթից օգտվում ենք բենզինից, էլի, այսինքն փոխված։ Իսկ Ադրբեջանի պահով ես վերջերս տեսակ տեսփաներ եկել Հայաստան, հարցազրույց էր տվել Իսրայելի տեսփանը Հայաստանում ջոելը եւ բավականին հետաքրքիր, նու խոսես հարցազրույցը ընդհանուր առմամբ հետաքրքիր, բայց հարցազրույցեր ոչինչի մասին ոչ մի թեմա այնտեղ չարծացվեց, ոչ մի կոնկրետ թեմա չասեց, ոչ մի բան չասեց։ Ռազմական արդյունաբերության, ռազմական համագործակցության մասին ասած ես ընդհանրապես կուրսի չեմ, ինձ իրավունք չկա նման թեմաներից խոսել Հայաստանում Իսրայելի անունից եւ այլն, այսինքն այնպեսի կրավորական ոչ մի բանի մասին ուրեմն ուժեղացնենք, լավացնենք հարաբերությունները եւ այլն, այսինքն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոչ հայկական կողմից, ոչ Իսրայելի կողմից կա զգուշությունը մեկը մյուսի հանդեպ։ Հայաստանը Իրանի բարեկամն է, Իսրայելն էլ Ադրբեջանի բարեկամն է, ամենայն դեպս քայլերը երկուստեք ունենալով ընդհանուր հակասություններ տեսնում ենք, բայց ցավոք սրտի կարող եմ ասել, որ Հայաստանի կառավարությունը շատ ավելի վախվորած դիրքորոշում ունի Իսրայելի հետ հարաբերությունները
բարելավելու հետ կապված, քան թե Իսրայել։ Իսրայելը ազատ պետություն է, ում է ցանկանա, եթե այդ պահին իր շահերը թույլ են տալիս կամ իրեն ձեռնտու է ապագայի կտրվածքով ունենալ ջերմ լավ հարաբերություններ եւ ստրատեգիական եւ այլն, կարող են։ Օրինակ, հենց հիմա եթե Հայաստանը ցանկանա, կարող է Կիպրոսի ու Հունաստանի հետ միանալ Իսրայելին հակաթուրքական կոալիցիային, բայց Հայաստանն արդյոք նման քալիք գնա։ Հայաստանը Արարատ լեռն է հանել պեչատներից այդ վրայից, ասենք Կարծում եմ, գնում է։ պարոն Չեռնոբարյան, մի փոքր սպասենք, այդ դիվանագիտական հարաբերությունները հաստատվեն Թուրքիայի հետ, սահմանը բացվի, հետո նոր արդեն կարելի է այդպիսի քայլեր կիրառել։ Եթե հիմա մենք Չեմ գնանք կարծում, այդ քայլերին, իմաստ չի ունենա, այսինքն ոչ հայ-թուրքական սահմանը կբացվի, ոչ էլ դիվանագիտական հարաբերությունը։ Մի փոքր խելացի գտնվենք, կես տարի ես համաձայն եմ, ասենք, բայց թե մյուս կողմից է թուրքական սահմանը բացելուց հետո Հայաստանը երբևէ արդեն նման կոալիցիաների մեջ չի մտնի, չնայած մյուս ինչու կողմից էլ Իսրայելը շատ խորը հարաբերություններ ունի Թուրքիայի հետ տնտեսական առումով։ ճիշտ է, բայց Իսրայելը հզոր պետություն է։ Իսրայելը իր թիկունքին Ամերիկայի Միացյալ Նահանգներ ունի։ Հայաստանը, ինչպես նայում եմ, մինչև հիմա էլ 3 առաջ որ լսեցի պարոն Միրզոյանի հարցազրույցը, ասում է, մեր կառավարությունը Ռուսաստանի բազան Հայաստանից հանելու մտադրություն չունի, սրանից դուրս գալու մտադրություն Դե չունի, սպասում են նրանք Ռուսաստանի պարտությանը Ուկրաինայում, պարոն Չեռնոմորյան, եթե դա տեղի իսկ ունեցա։ Ռուսաստանը կարող է 10 տարի այս պատերազմը ցկի, ուրեմն 10 տարի պետք է Հայաստանը կախված մնա Մենք պետք է իմ խորահամոզմամբ, քանի որ հետաքրքիր հարց է առաջացնում բանավեճի մակարդակով, մենք պետք է հասնենք նրան, որ եթե մենք հանենք ռուսական բազան, Ռուսաստանը մինիմում հնարավորություն ունենա վնասելու մեզ։ Մենք պետք է դրանից ավելի շատ ստանանք, քան ստա ավելի շատ վնաս կրենք։ հա, բայց թե մենք հիմա եթե Այսինքն կարողանանք, Ռուսաստանի ճանկերը մեղմ ասած դեռ շատ երկար է։ Դրա համար մինչև այդ ճանկերը չզրկենք կամ չզրկեն, բայց մենք այդ տեսեք քայլի Մոլդովային, դժվար է տեսեք կարողանանք։ Մոլդովան ինչպես զերկեց, հագեցին, նո, հա, բայց այս տարվա մեջ կոնկրետ ինչ է արվել, ոչ մի բան։ Այդ ջանկերից ձերբազատվելու համար հայտարարում են սրա լրտեսն է, սա նրա լրտեսն է, ոչ մեկին չեն ձերբակալում, ոչ մի բան չեն անում, ամբողջությամբ շոուներով են զբաղված։ Լավ, ինչ որ է, եկեք հայկական իշխանություններին թողնենք Ես իրենց սիրով անել։ կարող եմ շարունակել բանավեճը, բայց լավ Ես կլինի էլ եմ կարող, բայց ուզում եմ լավ Տրամպի կլինի անդրադառնանք Նետանյահուի այցին այո, Ամերիկայի ոնց որ Միացյալ ասում են, վերադառնանք մեր ոչխարներին, հա։ Նահանգներին։ Նատանյահու այցի մասին։ Նատանյահուի այց։ Նատանյահու այսօր Թրամփը հայտարարել է, որ բավական երկար զրուցել են արևմտյան ափի Իսրայելի քաղաքականության հետ կապված Իսրայելի ունեցած ուրեմն շատ այսպես ոչ նպաստող քաղաքականությանը, որը քննադատում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նախ Իսրայելի ներկայիս կառավարությունը ծայրահեղ աջակողմյան ուլտրաօրթոդոքս, սրանք Նատանյահուի կառավարության մեջ գիտեք ինչպիսի մեծ տոկոս են կազմում եւ նրանք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի այս նոր նոր ուրեմն շրջաններ վերցնեն, օկուպացնեն եւ այնտեղ մարդկանցով բնակեցնեն հрьяաներով, հիմնականում այս ծայրահեղ օրթոդոքսներով եւ այլն եւ այլն։ Եվ այս տարածքի բնակիչներն իրենց շատ ագրեսիվ են պահում սովորաբար եւ հարձակումներ են կատարում նաեւ արաբական բնակչության վրա, արաբական գյուղերի վրա, մեքենաներ են այրում, տներ են վառում։ Արաբները այդքան չեն կարողանում պատասխանել, որովհետեւ նրանց կողմը Իսրայելի բանակը սահմանն հասնել հարձակվել Իսրայելի վրա, Իսրայելի բնակավայրերի վրա հնարավոր չէ, բայց իսրայելցիները թող ասենք սրանք կարողանում են հանգիստ սահմանացնել, մտնել եւ ասենք նման ավերածություններ, հարձակումներ իրականացնել։ Տեսեք, ինչ որ իրականում տեղ ունենում, ես ասում եմ, այնպես չէ որ Իսրայելին ես պաշտպանում եմ, խիստ քննադատում եմ ցանկացած բայի, երբ որ մի բան ճիշտ չի արվում եւ ես անձամբ, մենք անձամբ շատ դեմ ենք այս ներկայիս քաղաքականության եւ այս կառավարության իհարկե։ Սա այսպես եւ այս հարցը քննարկվել է ինչպես նաեւ Իրանի հարցը։ Այս պահին գիտեք Վենեսուելայում է գտնվում ամերիկական նավատորմը, նավատորմի գերակշիռ մասը, Պարսից ծոց այս կողմերում նավատորմ չունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, ամբողջությամբ տեղափոխել են դեպի Լատինական Ամերիկա, ասել կուզվի ինչքան էլ որ Նատանյահուն խնդրի խոսի, ասի Իրանի վտանգները ներկայացնի, սա բավականին հսկա մեծ ծախսեր իր մեջ ներառնում, որպեսզի այդ ավիակիրները նորից Վենեսուելայի ափերից բերեն հասնեն Կարմիր ծով։
Կարմիր ծով, Պարսից ծով, Պարսից ծոց, բերեն հասցնեն մինչև գրական ծով, հասկանում եք։ Այսինքն եւ սա մեկ օրվա գործ չէ, երկու օրվա գործ չէ, բավականին ժամանակ է պետք, որպեսզի նախապատրաստվեն Իրանին հարված հասնել, որը մոտ ապագայում իմ կարծիքով տեղի չունենա։ Նույնիսկ առնվազն կես տարվա կտրվածքով իմ կարծիքով, որովհետեւ չեմ տեսնում նման նախադրյալներ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հենց հիմա հագուրտ կտա Նատանյահուի հորդորներին եւ այսպես վազելով կսկսեն Իսկ Իսրայելը երկրորդ միայնակ չի կարող այդ հարվածները հասցնել։ Իսրայելը միայնակ կարող է այդ հարվածները հասցնել եւ շատ ցավոտ, բայց չի կարող միջուկային ծրագրերին հարվածներ հասցնել, որովհետեւ խորությամբ նման զինատեսակներ Նրանց չունի։ բացի պաշտպանվելը դժվար կլինի, չէ՞, հրթիռներից։ Այո, Իսրայելը նաև պաշտպանվել է, տեսեք, ասենք, բացի Իսրայելը ինքն իր օդը պաշտպանելուց, նաև այդ ավիակիրների վրայից քանի F-15, F-16, F-35 էր օդ բարձրացվում, որպեսզի Իսրայելի օդը պաշտպանեն, ել չեմ խոսում ավիակիրների եւ հածանավերի վրա գտնվող հակաօդային պաշտպանական համակարգերը, քանի նավ էր։ Երբ որ ասում ենք ավիակիր, ավիակիրը մեկ նավ չէ, ավիակիրը ունի իրեն շուրջ մի քանի հածանավեր եւ ատոմային սուզանավեր եւ ավիացիա եւ այլն եւ այլն, այսինքն ավիակիրը միայնակ չէ։ Խոսքը մի քանի նավերի մասին է գնում, պատկերացեք, եթե երկու ավիակիր եղավ, մինիմում երկու ավիակիրից բացի եւս 12 միավոր տարբեր տեսակի նավեր են նրան ուրեմն Բայց կարծես թե պատրաստվում են ամեն դեպքում, պարոն Չերնոմորյան, իսկ մեկ լսում եմ իսրայելցի տարբեր փորձագետների, ասում են, որ ես հիմա էլ եմ շատ ասում, ավելի բայց չեմ հավատում։ բարդ պատերազմ է սպասվում։ Եթե այդպիսի կանխատեսումներ կա, հավանաբար կանխատեսումը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարողանա, ինչպես որ դուք եք ասում, այդ թափով պաշտպանել Իսրայելին։ Երևի դա են հաշվում։ Դա հաշվում են, բայց այսպես ասեմ, նախ հիմա Չինաստանը բավականին լուրջ աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, ներողություն Իրանին, Իրանը։ հաջորդ պատերազմը Իրանի ու Իսրայելի միջև լինելու է Իսրայելի ու Չինաստանի զենքի ուժերի չափումը, թե ով ավելի հզոր զենք ունի, ով ավելի լավ հակաօդային պաշտպանություն ունի։ Այս անգամ անմիջապես Չինաստանը իր հրթիռներն է բալիստիկ նաև տրամադրել Իրանին, նաև հրթիռային վառելիք է տրամադրել Իրանին, նաև հակաօդային պաշտպանություն է տրամադրել։ Հիմա Մաս Իսրայելի հետաքրքիր կլինի տեսնել անկեղծ ասած։ այո, հիմա Իսրայելի, գիտեք ինչ, ասում են հետաքրքիր, բայց մեր համար շատ ցավալի կլինի։ Դե Մենք ենք հարվածի տակ, մեր ուղղակի կյանքն է տեխնոլոգիական հեղինակ։ առումով, թե չէ ձեր Այո, համար տեխնոլոգիական առումով, բայց մեր համար է շատ ծանր լինելու, մեր համար Հայաստանի կյանքը համար էլ է վատ լինելու, բնականաբար։ այո, դժոխքի են վերածելու մեր կյանքը առանց այն էլ մեր աչքի առաջ շենքերը փլվեցին, մարդիկ անտուն տարան, մարդիկ շատ մարդիկ մահացան ու զոհվեցին, հա, խաղաղ բնակչության Ահավոր։ շրջանում։ Այո, վիրավորվեցին մարդիկ, զոհվեցին։ Իսրայելը խաղաղ բնակչության Իրանում չէր թիրախավորում, միայն ասենք զինվորներին, զինվորականներին եւ իրենց բազաներն ու իրենց ատոմային ծրագրեր միջուկային։ Բայց Իրանը ուղղակի կրակում էր որտեղ որ անկավ սկզբունքով, ոնց որ ռուսներն են հիմա Ուկրաինայում մարդկանց խաղաղ բնակիչներին սպանում, նույնն էլ Իրանն էր։ Չնայած մեկ մարդ մահացավ Իրանից տասնյակ մարդիկ, Իրանի հարցակից տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հիշում եք, չէ՞, մի տիկին զինվորներ մահացան եւ այլն, մեկ զինվոր էր մահացել, մի հատ տատիկ էր մահացել ինֆարկտից, բայց ամենայն դեպս միլիարդավոր շեկելների, միլիարդավոր դոլարների վնաս կրեց նաեւ Իսրայելը, երբ որ Հայֆայի արդյունաբերական կենտրոնին նավթարդյունաբերական հարվածներ հասցրել, Տել Ավիվի կենտրոնին, Ռամադգանին, Պետախ Տիկվային, քանի քաղաք դուժել։ Եվ հիմա այս անգամ, եթե 2026 թվականին Աստված մի արարծե նման հարված Իսրայելը որոշի իրականացնել Իրանի դեմ, կարող է շատ էֆեկտիվ լինի ռազմական բազաների նկատմամբ, բայց ասենք միջուկային ծրագրերին չի կարող վնաս տալ Իսրայելը, Բայց միջուկային հնարավոր ծրագրերին արդեն չեն վնասել։ վնասել են, բայց ոչ ամբողջությամբ Իրանը հիմա շատ լուրջ աշխատանքներ է իրականացնում դրանք վերականգնելու հետ կապված։ Եվ այդ ուրանը, որ ունեն 60 կիլոգրամ կարծեմ ուրան, այդ ուրանն էլ Իրանում է մնում։ Իրանը չի փոխանցելու դա ոչ մի պետության, ոչ մի երրորդ պետության այդ ուրանը չի փոխանցելու, սա այսպես։ Ինչ վերաբերում է մյուս պատերազմներին, իմ կարծիքով ավելի շուտ պատերազմ կձեռնարկվի Հեզբոլլայի դեմ, քան թե Իրանի։ Սկզբում տային կսկսեն ոչ հունվարից, բայց մի քիչ եղանակային Եվ կարծես պայմաններ թե այս Հեզբոլլահին էլ գլխատեցին։
Բայց միևնույն է, մինչև վերջ չեն գլխատում, որպեսզի Նետանյահուն երկար մնա իշխանության։ Գիտեք խնդիրը որն է, Հեզբոլային կարելի է գլխատել, բայց Հեզբոլայի ղեկավար հիմա նստում է Իրանում, այնտեղից ցուցումներ է տալիս, իսկ Հեզբոլայի զինվորներն էլ վերջերս մի անցյալ շաբաթ էր ուրեմն սպանել էին 3 գրոհայինի Իսրայելի ԱԹՍ-ները։ Տեսել են թե Լիտանի գետի մոտ, որտեղ որ իսրայելյան ստորաբաժանումներն են, այդ ահաբեկիչները դուրս են եկել, սկսել էին ուրեմն հենակետեր կառուցել, ինչ որ զենք, զինամթերք էին տեղափոխել, ԱՏՍ-ն հարվածել էր, 3-ին սպանել էր։ Պարզվեց, որ նրանցից մեկը Լիբանանի բանակի հատուկ հետախուզության մարտիկներից մեկն է եղել։ Այսինքն այն, որ մենք ասում ենք անդադ, որ Լիբանանի բանակի զինվորները ցերեկը Լիբանանի բանակում են ծառայում, ժամը 6-ից հետո ծառայում են Հեզբոլայում, սա իրոք փաստ է, եւ ասենք դու ոնց կարող ես ինքդ քեզ զինաթափել, որ Իսրայելը կամ միջազգային հանրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում են Լիբանանի զինաթափել, ասենք Հեզբոլային, երբ որ այդ զինվորը առավոտ ծառայում է զինվորական է Լիբանանի բանակի զինվորական համազգեստ է կրում, երեկոյան Հեզբոլայի, ինքն իրեն ոնց է զինաթափելու, սա է հարցը։ Իսկ ասենք ուժեր, որպեսզի զինաթափեն Հեզբոլային, այս պահին տարածաշրջանում չկան, որ զորքը պետք է մտնի, որպեսզի պատերազմի պռնկվի քաղաքային մարտերի, ոնց որ Իսրայելը Գազայի կոտին է մաքրում, մտնի պատերազմի մեջ Հեզբոլայի հետ, որպեսզի Լիբանանը ազատագրի։ Կամ Իսրայելին դա ընդհանրապես պետք է չէ։ Իսրայելին պետք է, որ Լիբանանի ժողովուրդը ձերբազատվի շիա մուսուլման այս Կամ լծից։ Նետանյահուին պետք է միշտ պատերազմել, որպեսզի միշտ պաշտպանի իր իշխանությունը։ Ցավոք սրտի այո, Նետանյահուին միշտ պատերազմ է պետք, որպեսզի այս տարի 2026-ին ընտրություններն են նախատեսված, բայց եթե պատերազմը նորից ձեռնարկի պատերազմ ընտրությունները տեղի չեն ունենա, ինչ վերաբերում է Գազայի գոտուն, հիշեցնեմ, որ 50%-ը Գազայի գոտու այս պահին դեղին գծով բաժանված է, այսինքն մի մասը վերահսկվում է իսրայելյան ուժերի կողմից, մի մասը Համասի։ Համասը նույնիսկ ջանքեր չի գործադրում, ջանքեր չի խնայում, որպեսզի իր ռազմական պոտենցիալը նորից վերականգնի, որևէ խնդիր այս հարցի հետ կապված չունի, նոր զինվորներ է զինվորագրում, նոր ուժեր է հավաքում եւ մինչեւ այսօր էլ այդ մեկ սպանված զինվորի դին Իսրայելին չի փոխանցում։ Եթե նա փոխանցի, կսկսվի այս Տրամպի ծրագրի երկրորդ փուլը, որով պետք է ազատագրվեն, ասենք, բանդերից նաև պաղեստինցիները, պետք է արդեն սկսվի գործընթացը կոնկրետ խաղաղության եւ ոչ երկու կողմին էլ իմ կարծիքով ձեռնտու չի այս խաղաղության գործընթացը, այս ստատուս քվոն եւ Իսրայելին է ձեռնտու եւ նաեւ Համասը չի պատրաստվում իր զենքը վայր տանել, Հեզբոլլահը չի պատրաստվում իր զենքը վայր տանել, քանի Նետանյահուն սկսել է հիմա էլ ներխուժել է Կարմիր ծով, Բայց Թրամփն էլ շատ կոշտ զգուշացրեց Իրանին, կարծես թե, որ համեմատելու չի լինի նախորդ պատերազմի հետ, եթե Իրանը շարունակի իր այս քաղաքականությունը։ դե Ու նաև Իրանի արտգործնախարարը արձագանքեց, կարծես թե իրանք էլ հակված են, որպեսզի խաղաղություն հաստատվի, այսինքն պայմանավորվեն ԱՄՆ-ի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպիսի հաջողությամբ կարող է այս այաթոլլաների ռեժիմի հետ պայմանավորվել, սա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմն է Իրանում տեղի ունեցող քաղաքացիական ընդվզումները դիկտատուրային տապալելու, այսինքն մասամբ Իսրայելի ջանքեր արդյունքներ տվեցին, ներքին խժդժություններ երկրում, քանի որ Իրանը շատ երիտասարդ պետություն է իր բնակչությամբ, եւ երիտասարդությունը բավականին մեծ թիվ է կազմում Իրանում, եւ այ ուսանողական շարժումներն ուսանողներին այդ դեմոկրատական ուժերին առաջ մղելը եւ իրադրությունը փոխելը հիմա սա կարող է լուրջ, ասենք, մարտահրավերներ նաեւ Իրանի համար հանդիսանալ։ Երբ որ ասենք Իրանում էլ իրավիճակը ծանր եղավ, կարող է նաեւ Ադրբեջանը եւ Թուրքիան, նաեւ Ադրբեջանի զինված ուժերի, Ադրբեջանը ինչու է հիմա մինչեւ ատամները փորձում զինվել ու անընդհատ ամեն օր ու գիշեր, ասենք, ռազմական տարբեր զորավարժություններ իրականացնում թուրքական բանակի հետ միասին։ Սա միանշանակ չէ։ Ռազմական, եթե զորավարժություններ ես իրականացնում, նպատակը պատերազմն է։ Ասենք խաղաղության պայմաններում ով է ամեն անգամ տարին մի քանի անգամ ռազմական զորավարժություններ իրականացնում։ Հնարավոր է, որ նաև նախապատրաստվում է Իրանից ինչ որ մի կտոր պոկելու մասին են երազում թուրք եղբայրները այս դեպքում
Իսկ Հայաստանի իհարկե կարող է նաև հարվածների տակ հայտնվել, նաև Հայաստանից փորձեն Զանգեզուրի միջանցքը փոկել, այսինքն բավականին խառը խրտին պատմություններ են առաջանալու, եթե այս երրորդ անգամ Իսրայելն ու Իրանը իրար հարվածներ հասցնեն։ Եվ այս անգամ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի հասցնի ժամանակին արձագանքել Իսրայելի օդը փակել, եթե սա սպոնտան լինի, ոչ Իսրայելի կողմից անսպասելի, այսպես ասեմ, բավականին լուրջ մարտահրավերներ առջև կհայտնվեն եւ Հայաստանի Հանրապետությունը եւ մենք այստեղ։ Ցավոք սրտի եւ ես չեմ ուզում նման կանխատեսումներ իմանալ։ Իսկ Իսրայելում հետևում են ինչ է տեղի ունենում Իրանում։ Հիմա բավականին մեծ ցույցեր են, Այո, հակակառավարական, իրենց դրամն է արժե զրկվել շատ լուրջ ձևի, բանկերը խնդիրներ ունեն, հավանկների հետ Պարզ է, կապված։ միլիոններով նրանք թուղթ փող չեն էլ տեսնում, ամբողջ իրենց դիգիտալ է իրանց ամբողջ համակարգը, ասենք։ Ջրի խնդիր ուներ Թեհրանը։ Այդ ամենը Այո, հնարավոր է ինչ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության եւ Իսրայելի քաղաքականության հետ է կապված։ այո, քանի որ մի մոռացեք, որ հարվածներ հասցրեցին եւ Թեհրանի կոյուղուն, եւ ջրագծերին, եւ վնաս տվեցին, չէ՞ ջրագծերը։ Երբ որ խոշոր քաղաքի, մայրաքաղաքի ջրագծեր են ուրեմն վնասվում, սա ինչ է նշանակում։ Մարդիկ մնում են անջուր եւ առանց կոյուղի։ Եվ մարդ ինչքան կարող է, մարդ առանց ջուր երեկոյի զավալ չի կարող գոյատևել, իսկ շշերով ջուր առնել, կրել, բերել, չգիտեմ, լողանալ կա, հարյուր տեսակի խնդիրներ կան, դրա համար խոսում են հիմա Իսրայելում, որ Թեհրանը ասենք Իրանի իշխանությունները մտածում են Թեհրանից մարդկանց մի մասին տեղափոխեն այլ շրջաններ, բայց խնդիրն այն է, որ այլ շրջաններ տեղափոխեն, այնտեղ էլ ջրի խնդիր կա, Ուրմիա լիճը հայկական լրիվ ցամաքեցրեցին, Չորացը։ զորացրեցին մեր հայկական լեռնաշխարհի ամենասիրելի լճերից մեկը եւ արդյունքը ջուր չունեն նույնիսկ ենթադրենք դա էլ չորացրեցին, խմեցին, դա էլ խմեցին, հիմա ինչ են խմելու։ Ուրմյան լրիվ աղի ջուր էր, չէ՞, բայց խմել են, հա։ Ինչ Լավ ուզում։ խմել, հա։ Լրիվ աղի չէր, բայց թե Դրա մեր համար էլ լճեր ծարավել են այաթոլլաները երևում է։ հա, կա նման բան, աղի ջուր խմելության, նորից ջուր են ուզում խմեն, բայց թե այաթոլլաների ռեժիմը լուրջ մարտահրավերների առջև է կանգնել Այո։ եւ տնտեսական հիմնախնդիրներ, բայց տեսեք սրանով հանդերձ չեն խորշում նորից զենք զինամթերք ուղարկեն, այս անգամ Թուրքիայի միջոցով Հեզբոլլահին։ Հիմա էլ Թուրքիան Սիրիայի միջոցով այս Ալ-Շարան որ կա, սրանք են բացել միջանցք, զենք են Իրանից տեղափոխում Հեզբոլլահին Սիրիայի տարածքով։ Այսինքն Թուրքիան աջակցում է Իրանին այս հարցով, որպեսզի զենք զինամթերք բերեն Հեզբոլլահին, որպես Իսրայելի մոտակա ախոյան։ Հիմա այստեղ նաև Թրամփի, Թուրքիայի ու Իսրայելի Նետանյահուի հարաբերությունների խնդիրը նաև կա։ Այսօր Թրամփն ասել էր Թուրքիան մեր դաշնակիցն է, մեր եղբայրն է եւ այն եւ այն։ Հիմա Նետանյահուին, որ ասում ես Թուրքիան մեր եղբայրն է, մեր դաշնակիցն է, Ամերիկայի շուրթերով շատ ծանր են ընդունում Իսրայելում։ Այո։ Թուրքիան ընդհանրապես տեղ չունի, ասենք, այս տարածաշրջանում հազիվ են Օսմանների ոտքերն այս տարածաշրջանից մաքրել, կտրել։ Հիշեցնեմ, որ 1918 թվականին, 20-ական թվականին ինչպիսի մարտեր են այստեղ բրիտանացիներն ու ֆրանսիացիները իրականացրել, ընդ որում երկու ստեկել, երկու բանակներում էլ եղել է հայկական լեգիոն, Արևելյան լեգիոնի մեջ նաև հայկական լեգիոն է եղել, օրինակ Արարայի ճակատամարտը առիթ լինի, մենք այդ մասին մի օր կպատմեմ ձեզ, շատ հետաքրքիր է, եւ վերջերս Հայաստանում է եւ պարոն Ռազմիկ Թադևոսյանի հետ հանդիպեցի, նա շատ մեծ գիտնական է եւ աշխարհագրագետ եւ պատմաբան եւ այն գիտությունը ազգային ակադեմիայում եւ այլն, շատ հոյակապ մի ազնվորություն եւ պարոն Թադևոսյանի հետ հանդիպման ժամանակ նա հիմա պատրաստում է քարտեզ Արարայի ճակատամարտի, որ հիմա գտնվում է Նաբլուսից ոչ հեռու Գազայի, այսինքն արևմտյան ափում, հա, Նաբլուսի մոտ է եղել այդ Արարայի ճակատամարտը, որտեղ հայկական զորքեր են եղել, նաև հայ ուրեմն կամավորներ են եղել, թե բրիտանական եւ թե ֆրանսիական զորքերի կազմում եւ լավ ջարդ են տվել թուրքերին եւ Երուսաղեմի հայկական թաղամասում կա Արարայի ճակատամարտի նվիրված հուշարձան, որտեղ թաղված են մեր հայ զինվորների ոսկորները, որոնք կռվել Հետաքրքիր են շատ։
Ֆրանսիայի ու Անգլիայի բանակներում միաժամանակ թուրքերի դեմ ու բավական լուրջ հաղթանակ են տարել թուրքերին։ Դրանից հետո, ասենք, բրիտանական մանդատը Պաղեստինում հաստատվեց հաղթանակներից հետո, որ Օսման ասկերների ոտքը կտրվեց այս տարածաշրջանից։ Բայց հիմա Իսրայելը, ասենք, չի կարող թույլ տալ իրեն, որ Թուրքիան մտնի Գազա։ Շատ շնորհակալ ենք, պարոն Չերնոմորյան, այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ եւ պարոն Այվազյան, սա մեր այս տարվա վերջին հաղորդումն է։ Այո, Ձեր թույլտվությամբ եկեք մեր հայրենակիցներին շնորհավորենք գալիք ամանորյա եւ այո, Սուրբ Ծննդի սիրով։ տոների ուրեմն առիթով մաղթենք մեր ժողովրդին ամենակարևորը խաղաղություն, որ խաղաղություն լինի մեր տարածաշրջանում եւ մեր Հայաստանում, որ հայ ժողովուրդը այլևս արցունք թափելու առիթ չունենա, որ մեր ժողովուրդը ի վերջո լինելով նաև Աստծո ընտրյալ ազգ, ի վերջո կարողանա մարտավայել ապրել, ոչ թե գոյատևել, այլ մարտավայել ապրել խաղաղության, բարեկեցության, համակերպության պայմաններում։ Սիրով միանում եմ ձեր շնորհավորանքներին, պարոն Չերնոմորյան։ Շատ շնորհակալ ենք, Ես էլ հաջողություններ նոր տարում։ Պատես, հանդիպենք հաջորդ տարի։ հաջողություն։